Սիրելի քասախցիներ, ոստիկանության հետ մենք եկել ենք այսպիսի համաձայնության, որ մենք մեր քայլերը համաձայնեցնում ենք ոստիկանների հետ եւ նրանք չեն խոչընդոտում մեր հավաք կատարելու իրավունքը։ Սիրելի քասախցիներ, նախորդ ես ձեզ հայտարարել եմ, որ մենք ունենք շատ սիրուն, շատ նորմալ ծրագիր, որը կատարելու դեպքում մենք չենք փակելու Երևան աշտարակ մայրուղին։ Մեր ծրագիրը հետևյալն է. 59 համարի տրանսպորտային միջոցը, որը այս պահին կմոտենա մեզ, մենք կհորդորենք եւ կխնդրենք, որպեսզի նա բարձրանա Քասախ համայնք։ Չկատարելու դեպքում դա կլինի ժամանակացույցով։ Հստակ մեզ պատասխանվի կոնկրետ պաշտոնատար անձի անուն ազգանունը, ով հայտարարել է, որ պետք է ավտոբուսը Քասախ չբարձրանա։ Քասախցին դա համարում է պատժիժ գործողություն համայնքի հանդեպ։ Մեզ շնչավոր մարդիկ ենք, մենք արժանապատիվ մարդիկ ենք եւ թույլ չենք տալու, որպեսզի մեզ պատժեն։ Դա մանկապարտեզային մտածելակերպ է, ընդամենը մի քանի 100 մետր չթողել, որպեսզի տրանսպորտը բարձրանա եւ կատարի ուղևորափոխադրում։ Մենք ասում ենք, նման պաշտոնյան իրավունք չունի պաշտոնավարելու։ Սիրելի ոստիկանություն, մենք ասում ենք, որ մենք այլոց իրավունքները խախտելու մտադրություն չունենք, մենք ունենք խնդիր, մեր խնդրի լուծումը տեսնում ենք 59 համարի տրանսպորտային միջոցի Քասախ բարձրանալը, պայմանի կատարման դեպքում անհապաղ լքելու ենք մայրուղին եւ հետագայում նորից խնդրելու ենք, որպեսզի այս տրանսպորտային միջոցը անխափան աշխատի Քասախ համայնքում։ Մենք ունենք հետագա անելիքներ, ասելիքներ, մենք կասենք, կշփվենք եւ կբացատրենք մեր պայքարի, մեր անելու հիմնական ձևը։ Բոլորդ համաձայն եք իմ ասածին։ Այո։ Այսպես։ Հիմա ոստիկանությունը մեզանից ժամանակ է խնդրում մի քանի րոպե, որպեսզի մեզ մայրուղուն ավելի մոտ թողելու։